կապ ընդհատվեց, տապալել դժվար ասել, որովհետև իրենք շարունակեցին հետաքրքրել, բայց այն որ հյուրերը տեղեկացան, որ ժողովուրդը շատ վատ է վերաբերվում այդ օրենքին եւ պատրաստական է պայքարել դրա համար եւ ունի հստակ արգումենտներ, այսինքն փաստարկներ ինչի համար է դեմ, նախագահանը նույնպես նշել է, որ ժողովուրդը 80%-ից ավելին դեմ է այդ օրենքին։ Այդ մեր ամենամեծ նպատակն է, որ հյուրերը այլ ժողովրդավարական երկրներից, որ եկել են, իրենց պետությունն են ներկայացնում, իրենց փորձը, իրանք նաև պետք է հարգեն մեր հայ ժողովրդին եւ չխրախուսեն մեր կառավարության նման հակաժողովրդական քայլը, այլ ընդունեն, որ ժողովուրդը դեմ է ու նաև իրանք ինչ-որ ձև ազդեն մեր կառավարության վրա, չգիտեմ, ամոթանքի տեսքով, որ այդպես բան չի կարելի անել կամ պետք է վստահություն սկզբում ձեռք բերել ժողովրդի մոտ, հետո նոր ժողովրդի համար ինչ-որ այս տեսակ շատ ռադիկալ ինչ-որ բարեփոխումներ կատարվի։ Այսինքն տապալու չեք համարում ձեր միտքը։ Դե իրաց նպատակներ, որ իրանք սենց էլիտար ինչ-որ սենց հավաքույթ էին արել, ինչ-որ բարի, սենց միակ բարեգործություն են անում, երկրի համար հրեշտակային ինչ-որ միացած իրավիճակեր, ժողովուրդը եկան, ոնց որ աչքերը բացեցին, իմացան ինչ են անում եւ հեռացան, այսինքն իրանք շարունակեն ինչքան ուզում են խոսալ, ինչքան ասեն, դա լավ օրենք է, ժողովրդի համար է արվում, ժողովուրդը հստակ իր դիրքորոշումն ասեց եւ հեռացավ, այդքանը։ Այսօրվա լապտերներով քայլեր թե ինչ արդյունք կտա կամ ինչ են լապտերներով։ Իսկ առաջին հերթին շատ մեծ ուշադրություն գրավի ու ժողովուրդը այն մարդիկ, ովքեր տեղեկացված չեն օրենքից, որտեղ իշը գիտեք կհիկ կոչված այդ կազմակերպությունը, որը միլիոններ վերցրել, իրան միլիոն են հատկացրել, որպեսզի իրացեկի, բայց հաստատի ոչ մի բան չի արել, ընդհանրապես մի հատ ինչ որ թերի ռեկլամներ են ցույց տվել հերոստանգերություններով մենք ոնց որ կահիկի փոխարեն մենք դրանց գործն ենք անում ու ցույց ենք տալիս օրենքի նաև այն մյուս կողմերը, որոնք չեն ներկայացնում իրական ժողովրդին, այսինքն առաջին հերթին ժողովուրդը կգիրազեկվի, հետո մենք առաջին հերթին ուզում ենք նաև միավորման կոչ անենք, որ միավորվեն ժողովուրդը այս շարժման մեջ, որպեսզի քանի որ մենք միահամուռ լինենք, ավելի ուժեղ կլինենք ու մեր ձայնը ավելի լսելի կլինի։
David Խաչակյան, նախաձեռնության անդամ։ Դուք այսօր եւս եղել եք երրորդ համաժողովին ու տապալում է եւ տապալվել է այն իմաստով, որ իրենք թաքուն պահելով այդ հանդիպման փաստը չէին լուսաբանել, սակայն հանդիպումը հանրային ֆորմատի բնույթ էր կրում եւ նախաձեռնությունը իմանալով դրա մասին բնականաբար գնաց ընդառաջ, որպեսզի իր հարցերը բարձրաձայնի, սակայն մենք տեսանք, որ այդ պաշտոնյաները բացի լավ են անում, լավ են կարել, նման արդարացումներից ուրիշ փաստարկներ չունեն եւ այդ իմաստով հանդիպումը իրենց ձախողվեց։ Մենք ունենք արդեն բազմաթիվ գործատուներ, որոնք ապօրինաբար գումարները պահում էին իրենց մոտ կամ անկախ քաղաքացիների ցանկությունից կատարում էին փոխանցումներ եւ դրա արդյունքը եղավ բողոքի ավելի մեծ ալիքը եւ ինչը շարունակական է լինելու մինչեւ սահմանադրական դատարանը չառաջնորդվի սահմանադրությամբ եւ չկայացնի համապատասխան որոշում։